Ուզում եմ արդյոք հոգցնելով ողջունել մեզ բոլորի ցանկանամ հաջողություն բարի ընտրություններին և ուզում եմ այսպիսի մտահոգություն հարց հարուկարել աշխարհագրական դիեթից ելնելով ես չեմ ուզում վիրավորել մյուս մարզերի բնակիչներին հեղին կտրում է ամենահեռավոր մայրաքաղաքից ուստի այդ հեռավորությունը բերում է բազմաթիվ պրոբլեմներ սոցիալական և այլն ես հիշում եմ նախկին կառավարությունը երբ ներկաների ժամանակ կար այսպիսի ինչ-որ մի օրենք մշակեցին սահմանամետ գոտի հասկացողությունը որտեղ որ երեխաները, ուսանողները, թոշակառուները օգտվում էին պետական դոտացիաներից հասկաց կա այդ սահմանամետ հասկացողությունը վերանա խաղաղություն լինի աշխարհում բայց մեդրեցին երբևիցե չի օգտվել նման արտոնություններից մեզ դժվարություն է շատ մեծ ցանկացած մանր խնդրի համար առաջնում ենք քաղաք պարտադիր պետք է մեկնել քաղաք և այդ սխալ ներքին քաղաքականության մշակված ծրագրի պատճառով ամեն ինչ քաղաքում մարզերը մնացին առանց պետական կարևորագույն լծակների առողջապահություն, կրթություն ամենակարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող և այդ ամենը տենալով մի տենդենց է ձևավորվել բոլորը ձգտում են քաղաք ունենալու և դա արտագաղթի պատճառը այդ դժվարությունը, այդ հեռավորությունը երբ որ դու անտեր ես կառավարության կողմից լինում է արտագաղթ ինչպիսի հեռանկար կա մեղրի որպեսզի բնակիչները ամուր կանգնած լինեն առաջնային սոցիալական և այսպիսի մի օրենք գոյություն ունի մենք լեռնաարդյունաբերությունը մեր մոտ զարգացած է շատ այսինքն այսօրվա մեր հրող ուժը տնտեսության լեռնաարդյունաբերություն բայց եկեք տեսեք մեր մոտ ագարակի անկում աշխատող մեր բոլոր բանվորների աշխատավարձը տեսնալով չես կարող հավատալ, որ ընդդեք է պատկանում է ժողովուրդը։ Համեմատական ենք անցկացնում Քաջարյանի հետ 4-ից 5 անգամ ավել։ Քաջարյանը աշխատավարձ է ստանում։ Պատճառաբանում են, որ մեր հանքը փոքր է, բայց այնքան չէ փոքր, որ մեզ մոտ աշխատում է 850, եթե չեմ սխալվում 1000, իսկ Քաջարյանում 3000-ից ավել։ Որպեսզի Պարոն Կարապետյան ժողովուրդը կայուն մնա, վստահ կանգնի, մեղրին դարպասն է Հայաստանում։ Այդ ստրատեգիական հարցերի շուրջ խնդրում եմ ձեր տեսակետը։ Տեսեք մեղրի ապրոստի հետ կապված, ասել կարևոր բան։ Դուք կարաք վստահ լինեք, ամբողջ ԵԱՏՄ շուկայի միակ սահմանը Իրանի հետ է սա, բայց որևէ անգամ Հայաստանը սա չի օգտագործել։ Վստահ եղեք, մենք սաղ Պարսկաստանը սրբելու ենք ազգովի ու լցնենք Ռուսաստան։ Դրա համար պետք է հեշտացված ռեժիմ, որ մաքսատունքերը մաքսային է, եթե վերարտանվում է Ռուսաստանը, գրում է Ռուսաստանը, այդ լուծում կա, որ ձեռք տա Հայաստանում մաքսազերծման են տանեն պարսիկները Ռուսաստան։ Ամբողջ ԵԱՏՄ-ի ու Պարսկաստանի միակ սահմանը է սա։ Ու այս թունելները, որը շատ լավ բան է, ասեմ ամենալավ բանը տարածաշրջանի համար Սյունիքի այս թունելների կառուցումն է։ Ճիշտը պետք է լավ ասեն, ինչը խնդիրը բարձրացնեն։ Այս թունելների արդյունքում մենք շատ արագ կարողանա հնարավորություն ունենա հեշտ հասնել Հայաստանը, Վրաստանը, կլինեն տարանցիկներ Պարսկաստանից դեպի Ռուսաստան։ Ամեն տարի համարյա 1 միլիարդ դոլարով շրջանառությունը ավելանում է։ Մյուս բանը գազը իրաց վերելու է, էլեկտրականություն եք իրանց տարում, նավթը վերելու է, դուք չեք պատկերացնի շատ հասկացնում։ Այս տարածքը իմացեք աշխատավարձի խնդիր չի ունենալու, տնային խնդիր ունենալու։ Եթե վարժ ղեկավարը լինում,
դոլարի համակարգ են մենք օգտագործում։ Դիզել ինչքան է Պարսկաստան, այս բանից բարձրացումից հետո էլ ինչքան է գինը։ Մեկ ամիսը մի լիտրը մոտավորապես գալիս է 262 անգամ տարբեր։ Միակ բանասը նավթը, եթե իրենք հասցնում են ստեղ, Հայաստան, նավթի գնի վրա, մենակ է տրանզիտի վրա, հասնյալ, հազարավոր էս է, ինչը եթե բանաձոր է դնում նավթը։ Եթե էլեկտրականություն ենք տալի, անդերից ստանում ենք գազ, էլ Ռուսաստանից գազի կարիք չենք ունենում։ Եթե տարածաշրջանում սարքում ենք հատուկ ջերմոցային տնտեսությունների համար գոտիներ, այդ գազը էժան ենք տալիս։ Օրինակ, նույն Հայաստանը 800 միլիոնի համարյա ապրանք ներմուծում գյուղատնտեսական։ Մեղրին տարբերակ չունի լավ չապրելու։ Եթե գնում ենք օրինակ ճիշտ ասեմ, էլի ամասյա Աշոց գնում ես ստախուր նստած ես, որտեղ մարդկանց չես կարող ասես, որ Հայաստանի ամենահարուստ շրջանն է դա լինելու։ Շատ վատ անդրվիճակը։ Մենակ կարտոֆիլը աճում են փոքր։ Սահման չկա նորմալ։ Ձեր մոտ այդ խնդիրը չկա, լավ է լինելու։ Տների գինը իրապես ոչ թե արցախցիների գալու հաշվին, այլ իրապես շատ մեծ տարբերություն է տալու։ Տների կարիք է լինելու ստեղ, որովհետև այս միլիարդանոց շուկաների մեջ պետք է հայերը արանքը իրանց փայը ունենան վերջը։ Ինչ վերաբերում է բժշկական ոլորտի ու կրթության ոլորտի մասնագետներին։ Մի անգամ բացման ժամանակ ստեղ էինք, հիշելով անգամ դուք էիք բարձրացրել այդ հարցը, ու մենք քննարկեցինք այդ Երևանում, սենց լուծում ենք մտածում հավելյալ վճար ուսանողներին, ովքեր ավարտում են, եթե գալիս են այստեղ, եթե տեղացի են, փորձառուներին ինչ-որ ժամանակ գան, փորձ փոխանակներ։ Ժամանակին ինձ ասեցին, նաև դուք հուշեցիք, որ եղել է մի քանի սովետական միության ժամանակ ուղարկում էին տարածաշրջաներ, որ մասնագիտական ուժեղ բան ապահովի։ Որովհետև եթե վատանաս օրինակ ստեղ, եթե օրինակ մեղրի հիմա ինչու ձևաչափ է փոխվում, հիվանդանոցի ձևը փոխվում է, պահվում է հիվանդանոցի մի մասը փակվում է, ոնց որ սենց տարբերակ է։ Մինչև քաջարան հասնելը, մինչև կապան հասնելը խնդիր է։ Դրա համար տարբերակ կմշակվի, որ հավելյալ աշխատավարձ սահմանային գոտիների հետ կապված ու ուղարկելու պրոցես լինի։ Այսինքն պետությունը վճարում է կրթաթոշակը, բայց դու ավարտելուց հետո գնա մի քանի տարի փորձ ձեռք բերիր, մարդկանց օգնի։ Այդ տարբերակը ձեր բարձրացած հարցից հետո քննարկել ենք։ Դուք եք չի առաջարկել։ Շատ լավ։ Ինչ վերաբերում է լավ ապրելուն, վստահ եղեք, այդ մի հարցը, այստեղ իրապես մեծ հարց է, թորագրեն խաղաղության պայմանագիրը մեր ասած ձևով։